Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը կարող էի սկսել այսպես. աշխարհի դեմոկրատիայի, ժողովրդավարության, արդարության ջատագով եւ պաշտպան աշխարհի թիվ 1 պետության ղեկավար Դոնալդ Թրամփը առևանգեց Իլհամ Ալիևին իր կնոջ Մեհրիբան Ալիևայի հետ եւ տարավ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ դրանով իսկ կանխեց պատերազմների հնարավորությունը եւ պատժեց ռազմական հանցագործին։ Այո, ես կարող էի այդպես սկսել, եթե չլիներ մի բայց դա պատահեց Մադուրոյի հետ։ Եվ հիմա ինչի եմ ես համատությունները տանում, դուք ինձ այս հաղորդման ժամանակ խնդրում եմ մտածեք եւ գրեք ինչով է տարբերվում Մադուրոն Ալիևից։ Գրեք, Ալիևը քան տարի է իշխանության, հաստատ Մադուրոյից երկար։ Ժողովրդավարության առումով դժվար թե Բաքվում ավելի ժողովրդավարական իրավիճակ է, քան Վենեսուելայում։ Եվ այսպես։ Բայց պատահեց, այն ինչ որ պատահեց դա Մադուրոյի հետ, ոչ թե Ալիևի հետ։ Այսօր ամբողջ օրը ճիշտ ասած ես կարդացել եմ, լսել եմ, ոչինչ չեմ գրել։ Չշտապելու համար, որ հետո հերքում չտա միքս ինձ։ Հասկանալու համար, ինչի հենց Վենեսուելային եւ ինչու հենց Մադուրոյին։ Չէ՞ որ նույն բանը կարող է լինել Ալիևի հետ։ Էկսնել դիկտատորը։ Էկսնել դեմ է ժողովրդավարության, էկսնել ասեմ ավելին, Ալիևից ավելի մեծ հավանականություն կա պատերազմ սկսելու, քան Մադուրոյից։ Բայց որոշվեց Մադուրոյի հարցը լուծել, այնպես ինչպես 1979 թվականի դեկտեմբերի 25-ին, տեսեք դեկտեմբերի 25-ին, Քրիսմաս, Սովետական միությունը առևանգեց ամենին, Աֆղանստանի ղեկավար։ Այդ ժամանակ Ալֆա Ջոկատա Սովետական միության, հատուկ sense գործողություն արեցին եւ չկա ամեն այլևս եւ Աֆղանստան մտան սովետական զորքերը։ Իմիջիալոց դրա պատճառով մեկ տարի հետո, երբ որ Սովետական միությունում կայացավ օլիմպիական խաղերը, այսինքն օլիմպիադա, եթե հիշում եք Մոսկվայի այդ հայտնի օլիմպիադան են Արչուկով բանով, ամբողջ արևմուտքը մերժել էր, բոյկոտել էր սովետական օլիմպիադան, որովհետև Սովետական միությունը մտել էր Աֆղանստան։ Հիմա ես ուզում եմ այսօրվա ցնծացող այս օպերացիայով, այս հատուկ օպերացիայով ցնծացող ընկերներին հարցնեմ։ Այսինքն Սովետական միությանը չի կարելի, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարելի է։ Ես ճիշտ եմ հասկանում։ Երկուսը նույն բանն են արել։ Երկուսն էլ մեկը նոր տարվա օրերին, մյուսը հենց Քրիսմասի օրը։ Հասել Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարելի է, բայց ասենք Սովետական միության չի կարելի։ Իմիջիալոց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արդեն արձագանքել է այս հանցագործությանը եւ սպառնում է Թրամփին կալանքով, այսինքն նույն հոդվածով, ինչ որ գնում է Նետանյահուն։ Եվ Թրամփն արդեն փրփուրը բերանին սպառնում է միջազգային դատարանին, որ քո սանկցիաները անպակաս են լինելու քեզանից, եթե դու հանգարց հանդգնես ոչ միայն իրեն, այլ ամերիկյան ցանկացած պաշտոնյայի նկատմամբ կիրառես ինչ որ կալանքի միջոցներ, ինչ որ հոդվածներ։ Եվ ինչ է ասում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ցանկացած ներկայացուցիչ ինքը օրենքից բարձր է։ Այն ինչ որ համաշխարհային օրենքով սահմանված է, մենք բացառություն ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներով, մենք չենք մտնում այս օրենքների շրջանակներում։ Մենք բարձր ենք օրենքներից։ Անասնաֆերմայի բառերով ասած, բոլորը հավասար էին, իսկ ոմանք ավելի հավասար էին։ Ի վերջո, ինչու մտավ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելա, այլ ոչ թե Ադրբեջան։ Հիմա ես ուղղակի ուզում եմ կարդամ պատճառը։ Սա ես հանեցի ինտերնետից կոնկրետ ինչն է տարբերությունը Ադրբեջանի եւ Վենեսուելայի մեջ։ Նախ ասեմ, որ պայմաններից հիմնականից լավ, գնանք հերթով։ Եվ այսպես
ովքեր են ադրբեջանական նավթի տերերը, փաստացի, հա։ Պարզվում է Մեծ Բրիտանիա, Սոկար Ադրբեջան, Շևրոն ԱՄՆ, Էքվինոր Նորվեգիա, Էնի Իտալիա, Total Energies Ֆրանսիա, TPAO Թուրքիա եւ Իտոչու Ճապոնիա նաեւ։ Պատկերացնում եք։ Այսքան բաժնետեր ունի ադրբեջանական նավթը, իսկ Վենեսուելան չուներ։ Իսկ Վենեսուելայի նավթը անհասանելի էր այս կամպանիաներին եւ վաղուց կռիվը գնում է հենց նավթի համար։ Այնպես որ միշտ դուք կմտածեք, կգրեք ինչու է տարբերությունը Մադուրոյի եւ Ալիևի, ես կասեմ իմ վերսիան, որ ադրբեջանական նավթը հասանելի է BP-ին, Բրիտանիային, Ամերիկային, Թուրքիային, Իտալիային, նույնիսկ Նորվեգիային, բայց վենեսուելական նավթը հասանելի չէր։ Եվ այս ամբողջ կռիվը հենց դրա համար է։ Հենց դրա համար ու այս կռվի ժամկետները, միջոցները, մեթոդները որոշում է ոչ թե Թրամփը, այլ Իսրայելը։ Բավական էր գար Նետանյահուն հանդիպեր եւ հաջորդ օրը 2 օր հետ ավելի ճիշտ սկսեց պատերազմը Վենեսուելայի դեմ։ Եվ ասեմ սա վերջի չի։ Որովհետեւ Թրամփը արդեն պատվեր ունի նաեւ հարձակվել Իրանի վրա։ Սա մասին խոսանք։ Ուզում եմ ձեզ ներկայացնել նաեւ ովքեր են ոչ թե միայն բաժնետերերը, ովքեր են գնում նաեւ այդ նավթը, հա։ Այդ երկրների մեջ են, օրինակ, Իսրայել, ադրբեջանական նավթի գնորդներն են, Իտալիա, Թուրքիա, Իսպանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Նիդերլանդներ։ Արդեն պարզ չէ։ Ինչու Ալիևը good guy, լավ տղա է Թրամփի համար, բայց Մադուրոն bad guy, վատ մահ լինել Թրամփի համար։ Այս է տարբերությունը։ Ալիևը իր ռազմական հանցագործությունները ծածկում է իր նավթը բաժանելով Իսրայելի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանիայի հետ։ Իսկ նախանց Մադուրոն չէր թողում, որ այս կամպանիաները խլեին Վենեսուելայի ազգային հարստությունը։ Ադրբեջանի միևնույնն է, Իլհամ Ալիևին ժողովրդին ինչ կհասնի։ Դա իր բիզնեսն է պահում, դա իր իշխանությունն է պահում եւ գնելով այս նավթը եւ բաժնետեր լինելով միաժամանակ ադրբեջանական նավթի հետ 25 տարի լինելով իշխանության Թրամփը դա պրոբլեմ չունի, բայց պրոբլեմ ուներ Մադուրոյի հետ։ Հասկացեք, խնդիրը Մադուրոն չի բոլորովին։ Այստեղ շատ ավելի խորքային խնդիրներ են առաջանում։ Ամենավեծ խորքային խնդիրը երևի այն է, որ ովքեր են այս պատերազմի պատվիրատուները եւ ոնց են որոշում իրենց հաջորդ զոհի։ Իսկ պատվիրատուն բոլորիս համար ակնհայտ է։ Միջազգային կորպորացիաներ եւ Իսրայել դրանց գլխին կանգնած։ Հիմա գանք մեզ։ Ինչով է դա մեզ վերաբերվում, ինչի է դա մեզ անհանգստացնում։ Ինչու օրինակ ես ուրախ չեմ Վենեսուելայի գլխատման համար, բայց ես տեսնում եմ, չէ, շատ ընկերներ ուրախ են, ցնծում են, որ Մադուրոյի նկարները համատարած հանում են, չգիտեմ, արձանները հանում են, իսկ ինչա Ալիևը արձաններ չունի դրած Ադրբեջանում, աշխարհում մեկ չունի, թե Ադրբեջանին դա չի վերաբերվում։ Ի վերջո, չէ՞ որ նույն բանն արեցին Սադամի հետ, Քադաֆի հետ, էլի բոլոր արձանները նկարները հանում էին։ Եվ ինչ պատահեց այդ երկրների հետ։ Մեկը նայել այդ երկրների վիճակը։ Սիրիայի վիճակը նայել է մեկը։ Եվ այս ցնցածողներին ուզում հարցնել մի շատ կարևոր բան։ Դուք պատկերացնում եք, եթե պատվիրատու Իսրայելը, որը արդեն առաջի փորձից ողջևորված վստահ եմ պարտադրելու է նաև երկրորդ հատվածը Իրանին։ Իսկ մենք փորձել ենք պատկերացնել ինչ կկատարվի Իրանի հետ, եթե նրանց հաջողվի անել այն, ինչ արեցին, ասենք, Իրաքում։ Իրաքում 1 միլիոնից ավել մարդ սպանեցին։ Մարդ։ Վերացրեցին ամբողջ քրիստոնեական մշակույթը այնտեղ։ Ժառանգությունները պայթեցնում էին գրադարանները, հայտնի գրադարանները։
պատմական, չէ՞ որ դա վերջո Իրաքի տարածքը դա մի ամբողջ պատմական ժառանգություն ուներ։ Ավիրեցին բոլորը։ Ինչի՞։ Հարց. ինչի են ամերիկացի զինվորները պայթեցնում այդ ամեն ինչը։ Ինչի են ջնջում ամեն ինչ աշխարհի վրայից։ Որ հանկարծ որևէ հետք չմնա, որ մնա մի հատ հետք, դա հին Իսրայելի հետքն է, որ Իրանից են կողմել աշխարհ չկա, պատմություն չի եղել, հա։ Ի վերջո պատկերացնում եք մենք մոտարապես ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե Իրանում կատարվի այն, ինչ որ կատարվեց Իրաքում։ Այսինքն անիշխանություն։ Այսինքն, ինչպես Թրամփն է ասում, մենք վերցրել ենք Վենեբանին, Մադուրոին, բայց մենք չենք կարող թողել, որ իրենք որոշեն ովքեր են լինելու, բայց մենք մարդել չունենք նշանակելու։ Նա գրավել է, գողացել է երկրի ղեկավարին, կնոջ հետ իմիջելոց, բայց չգիտի հաջորդ քայլով ինչ անել։ Դե ասում է իրանց փոխնախագահ խոսել է Մարկո Ռուբիոյի հետ եւ ասել է ինքը պատրաստ է խոսել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Պատրաստ էին խոսել նաեւ Լիբիայում։ Իմիջելոց Քադաֆին գիտեք։ Կադաֆին գիտեք ինչի հարցակվեցին վրա, որովհետև ՄԱԿ-ի ամբիոնից ինքը հայտարարեց, որ մեկը կարող է բացատրել ինչու եւ ինչ օրենքի վրա սպանեցին Սադամ Հուսեյնին։ Ուր այդ դատավարությունը։ Ինչու տենց։ Եթե սենց կարելի է, նշանակումը հաջորդը կանանք լինենք նաեւ մենք։ Լավ սպանեցին, ինչ եղավ այդ երկրները։ Դեմոկրատական երկիր դարձան դրանք։ Հա։ Մեկը կարող է ասի, որ այսօրվա Իրաքը դեմոկրատական զարգացող երկիր է, Սիրիան դեմոկրատական զարգացող, նույն Լիբիան, նույն Աֆղանստանը, հա, նույն ճանապարհն են անցել բոլորը։ Իսկ սա սպասվում է Իրանին, մեկը թող վերցնի պատասխանատվության մեծովը ծափ տվողներից ու ասի, որ այս նույն բանը կրկնելով Իրանում Հայաստանը հայտնվելու է դրախտում եւ Իրանի պետությունը շահելու է դրանից։ Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնել ինչ է կատարվելու Իրանում եւ արդյունքում ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ Զանգեզուրի Լիջանսկի վրա, Հայաստանի սահմանների ապահովության վրա, ապրանքափոխանակության վրա, չէ՞ որ առևտուր ենք անում, չէ՞ որ բեռներ Չինաստանից գալիս են նաեւ հենց Իրանի սահմանով։ Ինչ է լինելու մեր վիճակը։ Ինչու՞ն է այս ուրախությունը, որ ասենք Մադուրոն դիկտատոր է, բայց Մադուրոն դրա համար չի առևանգվել։ Առևանգվել է, որովհետև Վենեսուելայի նավթային պաշարները շատ գրավիչ էին։ Աշխարհում 1/5-ը 20% հենց Վենեսուելայում էր։ Միլիարդավոր դոլարներ ընդդեմ ցավոսելու Իսրայել։ Եվ իր դուստր կորպորացիաներին։ Իսկ մեզ ինչ ենք։ Մեզ ինչ է դրանից գալու։ Իսրայելի ավելի հզորացում եւ արդյունքում Ադրբեջանի ավելի հզորացում, Իրանի կործանում, հա, Զանգեզուրի կորուստ եւ շարունակեք դուք ասեք ինչ կլինի, եթե Իրանի վիճակը քանդվի ուղղակի այսօրվա ստաբիլ վիճակը, լավ ավատ է, դա իրանցիների գործն է, դա մեր գործը չի։ Բայց ստաբիլ է, չէ՞, մեր սահմանի մոտ մենք տերորիստական կազմակերպություններ չունենք Իրանի կողմից։ Մեր առևտուրը շրջանառությունը Իրանի սահմանով գնում գալիս է, ոչ մի խնդիր չունենք, մենք այդ հարևան երկրի հետ, հələ ինքն էլ երաշխավորում է Զանգեզուրի անձեռնմխելիությունը, որ ամեն գնով Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան այս ընկերությունը, այս տանդեմը փոխում է խլի Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ։ Ինձ ասեք, որտեղ է մեր շահը, ես էլ այս ուրախացողների հետ ուրախանամ, ասեք։ Որովհետև եթե դնում եք մենակ, որ Մադուրոն այո դեմոկրատ չէր ու դրա համար պետք է ուրախանալ, դուք հետևանքները։ Ինչ է, ձերբակալեն է, որ դեմոկրատանա Վենեսուելան, հա։ Ասեն դուք որոշեք ձեր նավթողում եք վաճառում, դուք որոշեք, մենք արդեն որոշել ենք ձեր տեղը։ Բայց գնանք հերթով, չեմ ուզում առաջին գնեմ։ Ռեզա Փահլավին պատրաստ կանգնած է, որ վերադառնա Իրան, պատրաստ։ Իր իշխանության վերադարձի համար ինքը պատրաստ է իր երկիրը
Սիրիա։ Ու ոչ մեկ թող ինչ չասի, որ չէ, դա չի լինելու։ Այս պարագայում ուրիշ սցենար է լինելու։ Ոչ, ուրիշ սցենար չի կարող լինել, որտեղ ուրիշ սցենար պետք չի հենց Իսրայելին։ Իսրայելին պետք է որ բոլոր երկրները մասնատված լինեն, քայքայված լինեն, ավերակ լինեն, որ ինքը կարողանա գերիշխի տարածաշրջանում։ Իսկ այսօր միակ երկիրը, որի վրա ինքը կառավարման լծակներ չունի, միակ երկիրը, որ իր կորպորացիաները, համաշխարհային բանկ եւ մնացած բոլոր այս վամպիր կազմակերպությունները չունեն ազդեցություն, դա Իրանն է։ Մնացած բոլոր երկրների ամենազգայուն տեղերը խլված են, համաշխարհային բանկ, վալյուտային ֆոնդ, մի խոսքով այդ կորպորացիաները եւ ծածում են միջև վերջի կաթիլը արյան բոլոր երկրների, բայց ոչ Իրանի։ Բայց Ռեզա Փահլավին դա բացարձակապես չի հետաքրքրում, իրան հետաքրքրում է միակ իր իշխանության վերականգնումը նույնիսկ Իսրայելի օգնությամբ։ Թող ոչ մեկ չասի, որ սա սուտ է, էնա կեպին դրելա գլխի եւ պատրաստ է նույնիսկ ուդայականություն ընդունել շահի զավակը մենակ թե վերադառնա իշխանության։ Ինչ որ մի մասի վրա իմանալով հանդերձ որ Իսրայելի նպատակը ոչ թե մեծ Իրան, ստաբիլի այնտեղ ժողովրդավարական Իրան ունենալը, այլ չէ, սիրիականացումն է Իրանի։ Եվ այդ դրա վրա էլ է պատրաստ շահի զավակը գա իշխանության։ Մենակ թե ինչ-որ մի բան լինի։ Լավ, ասենք իրան դա ձեռք է տալիս։ Ձեռք է տալի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ձեռք է տալի նաև Իսրայելի։ Մենք ինչի վրա ենք ուրախացել, մենք։ Ինչ է տալու դա մեզ։ Բացի, ես արդեն ասեցի, պատկերացեք մի պահ, եթե մենք հիմա Սիրիայի հետ սահմանամերձ լինեինք։ Իբր Թուրքիան, Ադրբեջանը մեզ քիչ էր, մի հատ էլ Սիրիա ունենայինք մեր հարավային դարպասում, վերանա Հայաստանը, ուղղակի կվերանա, ամիսների ընթացքում։ Իսկ արդեն նաև մյուս պատճառը, թե ինչի այսպես արագացավ, որովհետև Վենեսուելայի առաջնորդը դատապարտում էր Իսրայելի ագրեսիան Պաղեստինում, անվանելով նրան ցեղասպան երկիր, հանցագործ երկիր, բաց առանց երկմտելու, ուղղակի իրերը կոչում էր իրենց անուններով, քննադատում էր նաև Բենջամին Նետանյահուն, որպես հանցագործ։ Նետանյահուն էլ ասում էր 21-րդ դարի ֆաշիստն է, Մադուրոն, ինքը ցեղասպանություն է իրականացնում, ֆաշիստը Մադուրոն է։ Ի վերջո ես ուրախությունից ոգևորված ընկերներին ուզում հարցնեմ, դուք լուրջ մտածում եք, որ մեր շահերից է, երբ որ աշխարհում չի գործում միջազգային օրենքը, հա? Դուք լուրջ մտածում եք, որ ասենք մեր շահերից է, որ ռազմական հանցագործ միջազգային դատարանի կողմից ճանաչված Նետանյահուն որոշի, որ երկրները իրավունք ունեն ապրելու, որ երկրները իրավունք չունեն ապրելու, որտեղով պետք է իշխի, ինչ իշխանություն լինի, ում ռեսուրսներն ովքեր պետք է տնօրինեն, հա? Սա մեր շահերից է բխում։ Ես եմ ասում, իմ խնդիրը Մադուրոն չի։ Ես ունեմ վենեսուելացի ընկերներ։ Վենեսուելան հայտնի է նաև իր լավ երաժիշտներով։ Ես բազմաթիվ երաժիշտներ եմ ճանաչում Վենեսուելայից արտագաղթած Ամերիկայի Միացյալ Նահանգները, որոնք շատ խնդիրներ ունեն, դժգոհ են այդ երկրից, բայց ես հարց եմ տալի, դրանց վիճակը լավանալու է սրանից, իհարկե ոչ, բացարձակապես։ Բայց վերադառնանք մեր տեսակետից նայենք այս հարցերին։ Արդյոք Հայաստանի շահերից է, որ աշխարհում եւս մեկ անգամ ապացուցվի, որ բոլորը իրանց հերթին տշած ունենան միջազգային օրենքները։ Այդ դեպքում մեր հույսը ինչի վրա ենք դրել։ Հա, մեր հույսը ինչի է։ Այսինքն ինչ որ մի ձև տեղավորվենք Ամերիկայի Միացյալ Նահանգների գրպանը, որ նա մեզ աջակցի, այն էլ Թրամփի գրպանը, մենք ինչ ունենք առաջարկելու Թրամփին։ Մանավանդ, որ ինքը չի որոշողը։ Ինքը ուղղակի տիկնիկա, որ Նետանյահուն ոնց ուզում ունես պատատացնում է իրան։ Ուրեմն մենք պետք է ուղիղ Նետանյահուի հետ կապնվենք, ռազմական հանցագործի հետ, ասենք, ընկեր ջան, էլ ինչ անենք, ոնց շպագատ իջնենք, որ ասենք մենք համար ավելի կարևոր լինենք, քան ասենք Ադրբեջանը,
որը քեզ պետք է Իրանը մասնատելու համար, բայց Իրանը մասնատելուց հետո մեզ ինչ է լինելու։ Եթե իր ռազմական գործընկերն Ադրբեջանը մեզ ինչ է լինելու, մեզ։ Այդ հարցին պատասխանեք, հետո ինձ հիմնավորեք, թե ինչի եք ուրախանում Մադուրոյի ապալման համար եւ ավելի ճիշտ Նետանյահու հաղթանակի համար։ Հաստատում է Թրամփը, որ իրանք պատրաստ կանգնած են Իրան ներխուժելու համար։ Մարդ, որ եկել էր խաղաղության լոզունգներով եւ ասում է, բոլոր կոնֆլիկտները կանգնացել եմ, ինձ Նոբելյան մրցանակ տվեք խաղաղության։ Ու երկրորդ անգամ որոշում է միանձնյա պատերազմ հայտարարում։ Պատերազմ է իրականացնում։ Առևանգում է ուրիշ երկրի ղեկավարի կնոջ հետ միասին։ Այս աշխարհում փաստացի Պուտինին ինքն է միացավ Պուտինի հետ իմջելուց։ Պուտինիզացիա է գնում Ամերիկայում իմջելուց։ Սա պուտինիզացիան է։ Նետանյահուն ռազմական հանցագործ, իր իշխանության համար պետք է պատերազմ։ Պուտին ռազմական հանցագործ, իր իշխանության համար պետք է պատերազմ։ Թրամփ հանցագործ, մանկապիղծ, պեդոֆիլ, իր իշխանության համար պետք է պատերազմ։ Արդեն երկրորդ անգամ սահմանադրությունը խախտելով Ամերիկայի Միացյալ Նահանգները, նա պատերազմի գործողություններ է սկսում։ Այս իրավունք իրան պետք է տալ կոնգրեսը, ո՞ց ունի կոնգրեսի վրա, թքած ունի սահմանադրության վրա։ Հայաստանում ով կարա հույս դնի մեկի վրա, որը թքած ունի օրենքների, սահմանադրության, ամեն ինչի վրա, բացի մի բանից, Նետանյահու ցանկությունից։ Ու հիմա պարզ ասում է, ես իրականացնել եմ Նետանյահուի հաջորդ երազանքը, որը Իրանի իրականացումն է։ Դե խնդրում եմ ցնծացեք, բայց ինձ ասեք, ինչի համար եք ցնծում, որն է մեր շահը։ Ես էլ ձեր հետ կիսեմ էլ այդ ցնծությունը, թե չէ այսօր ամբողջ օրը կարդացել եմ, նայել եմ, բան գրառումները, ասում ինչն է, որ ես չեմ հասկանում։ Ի վերջո, ինչի են այս ընկերները sense ուրախացած։ Այդ ինչ են իրանք տեսել, որ ես չեմ տեսնում։ Խնդրում եմ ինձ, ասեք, բացատրեք, ես էլ հասկանամ, էլի։ Իմջելոց, այսօր Կիրակի օրը ժամը 19:00-ին մտնում ենք մեր գրաֆիկի մեջ ու հարց ու պատասխան ամեն Կիրակ ինչպես ունենանք շարունակվելու է։ Ես կլինեմ եթերում, մենք իրար հետ կշփվենք։ Իդեպ, չմոռանաք տարածել, չմոռանաք անպայման օգնել ալիքի մշտական աշխատանքներին, փոխանցման տարբերակները ներքևում դրածել։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ամբողջ այս 3-4 ամիսների ընթացքում աջակցել են ալիքին։ Խնդրում եմ շարունակական լինի դա։ Վերջում Մակուն Իրանի դեսպանը կոչ արել անվտանգության խորհրդին դատապարտել Թրամփի սպառնալիքները, ոչ միայն սպառնալիքները, նաև գործողությունները։ Իսկ Թրամփը հայտարարում է, որ ՄԱԿ-ը ես եմ։ Ինչ ՄԱԿ, ինչ միջազգային կառույցներ, հա, միջազգային ազգերի կազմակերպություն, Միացյալ Ազգերի կազմակերպություն, ես եմ ՄԱԿ-ը, ես եմ որոշում, որ երկիրը իրավունք ունի գոյություն ունենալ եւ ինչ ֆորմացիայով, որ երկրների ռեսուրսները ովքեր իրավունք ունեն տնօրինելու։ Պարզ ասում է, պարզ, այսօր ամբողջ ելույթները ես իրեն լսել եմ, խոսում է գալիս է նավթի վրա, այնքան ապուշա չի հասկանում, որ ինքը քաղաքական մասին պետք է խոսա։ Ասում մենք այդ նավթը կծախենք, Վենեսուելայի ժողովրդին լավ կլինի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտը հայտարարում է, որ ինքը ներխուժել է, առևանգել է այլ երկրի սուվերեն երկրի ղեկավարներին, որ իրենց ղեկավարի կնոջ հետ հանցագործություն ասա, որ իրենց նավթը վաճառի, որ Վենեսուելայի բնակիչներին լավ լինի դրանից։ Այսինքն ինքը իր հանցագործությունը մոտիվացիան պարզ ասում է։ Հետո ասում է, ես մի քիչ փող կտամ, դուք մի բողոքեք այնտեղ։ Բայց այս հարցերին չի կարող պատասխանել ՄԱԿ-ի ստանդարտների վրա։ Դու ինչ իրավունք ունես մարդ առևանգել այլ երկրից։ Այ հանցագործ։ Ոչ միայն ինքը 30 քանի հանցագործություն կավարեն բաց, այլ նաև մեղադրվում է մանկապարտության մեջ, պեդոֆիլիայի մեջ։ Հատորներով է իր վրայի գործողությունները, հանցագործությունները, բայց որպեսզի դա մղվի երկրորդ պլան, իրեն պատերազմ է պետք եւ ինքն է դա անում։ Որովհետեւ եթե չանի, կոնգրեսում Նետանյահուի ձայները ավելի շատ են, քան իրը։
ինքը մի անգամից impeachment-ի կենթարկվի։ Մի անգամից։ Դե հիմա ինձ ասեք, ով է կառավարում երկիրը։ Ամերիկայի շահերը որտեղ է, մեր շահերը որտեղ է։ Չկա Ամերիկայի շահ, կա Իսրայելի շահը։ Բայց ես ինչքանով նայեմ եմ, մեծ մասը մեր ընկերների մեջ կամ հասկացել են իրաց դա ձեռ է տալիս, կամ դեռ չեն հասկացել, որ չկա Ամերիկայի շահ։ Եթե լիներ առանձին Ամերիկայի շահ, գուցե մեր շահերը համընկնեին։ Գուցե, ինչ որ շփման տեղեր գտնենք, բայց այս ամբողջ պատմությունը ցույց է տալի մի բան։ Ամերիկան դա Իսրայելի գաղութն է եւ իրականացնում է այն ծրագրերը, որ իրանից պետք է։ Իսրայելին է պետք։ Ոչ միայն իրականացնում է, նաեւ վճարում է դրան դիմաց։ Սրանք շատ ոգևորված են Իրանում ցույցերից։ Մտածում եմ շատ հարմար առիթ է, որպեսզի մենք գրավենք ժողովուրդը դժգոհը։ Ես Իրանի ղեկավարների փիլիսոփայական մտքի վրա վստահ եմ մի տեսակ։ Ամեն դեպքում այս երկիրը երեք չի ծնվել, վաղներ չի վերանալու։ Եվ Խամենեին կոչ անում մարդկանց, արեք խոսենք ինչի մասին է խնդիրը։ Ես ուզում եմ հիշեցնել, եղել է դեպք, որ Հայաստանում մեր կոնֆլիկտների ժամանակ նախագահները ասեն ես պատրաստ եմ ձեզ լսելու։ Պատրաստ եմ։ Ինչ եք փողոցը փակել, ինչ եք Բաղդամյանը փակել, ինչ եք Պապածան գրավել, եկեք խոսենք, լսել եք այդպես բան։ 30 տարվա մեջ մեկ տես բան լսել եք։ Չէ։ Սալի թաղ ենք տեսել, մարտի 1 ենք տեսել, ապրիլի 5 ենք տեսել եւ այդպես շարունակական ջարդեր ենք տեսել, զրուցելու փոխարեն։ Խամենեին, ասում է, արեք խոսենք։ Ի վերջո ես վստահ եմ, որ իրանք խոսելու են, տնելու են հարցերուցումը, որ չկարողանան մասնատել եւ Սիրիայի վերածել Իրանը։ Ես կարծում եմ ցանկացած իրանցի չի ուզում դա։ Ոչ մեկ չի երազում զենքը գլխի տակ քնել։ Ոչ իմանաս վաղը ով է դուռդ բացելու, ինչի համար է դուռդ բացելու եւ ինչ կպատահի քո ընտանիքի, քո երեխեքի հետ։ Մինչդեռ Իրանը ամենաապահով երկրի մեր տարածաշրջանում։ Ամենաապահով հանցագործությունների քիչ են, անվտանգության առումով իրանք հանգիստ են ապրում իրեն։ Դու պատկերացնում եք նա համեմատեք այսօրվա Իրաքի հետ կամ Սիրիայի կամ Լիբիայի հետ ինչ է մնացել երկրներից։ Ես վստահ եմ, որ իրանք տնելու են լեզու, իրանք խոսալու են իրենց ընկերների հետ։ Սա է։ Սա Ֆրանսիայում է։ Մեկ գիշերվա մեջ վառել են 1115 մեքենա։ 1115 մեքենա։ Գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է երկրում ապստամբություն է։ Սա նշանակում է երկիրը չի կառավարվում, սա Ֆրանսիայում է։ Հիմա կասեն դե մահմեդականներն են, շատ են։ Հա, հիմա այս պատճառը հարցնեմ։ Հիշում եք, ինչի մահմեդականները այս քանակությամբ հայտնվեցին Եվրոպայում։ Հիշում եք, ես ձեզ ասեմ, Սիրիայի, Լիբիայի, Իրաքի ռմբակոծություններից հետո։ Երբ որ միլիոնավոր մարդիկ ուղղակի փախնում էին երկրից, փախնում, ռմբակոծություններից փախնում էին։ Եվրոպան վճարում է հիմա իր հանցանքների համար, այս ձևով է վճարում։ Ամերիկայի բախտը բերել է, որ ինքը օվկիանոս ունի, հասկանում եք Եվրոպայի արանքը։ Բայց ինչ անելու Վենեսուելայից, եթե դեսքս քաղաքացիական պատերազմ, Վենեսուելայից գաղթողների, ասելու է չգաք իմ երկիր, ես իրավունք ունեմ ռմբակոծել ձեզ, վերացնել ձեր նախագահին, բայց դուք իրավունք չունեք փախստականի կարգավիճակ ստանալ։ Թրամփը պետք է ասի, ես ռմբակոծում եմ ձեզ, բայց դուք չտեք ես փախստականների դեմ եմ, ես ձեզ չեմ կարող ընդունել, ու այդ մարդիկ ինչ են անել, ուր են գնալու, Բրազիլիա, Արգենտինա, ինչ է կատարվելու ուներ։ Բայց վերադառնանք Ֆրանսիային, 1115 մեքենա մեկ գիշերվա մեջ։ Սա այն գինն է, որ Եվրոպան ամբողջ բացի Լեհաստանից, Լեհաստանը փակ է սահմանները, վճարում է այն ռմբակոծությունները, որոնք իրենք աջակցում էին, իրենք մասնակցում էին այդ երկրների ռմբակոծմանը։
Այտենց էր պետք Ամերիկայի Միացյալ Նահանգների իրենք միացել ռմբակոծում էին։ Այսօր դուք վճարում եք դրան դիմաց։ Հարգելի եվրոպացիներ, պետք չի զարմանալ։ Դուք այդ մարդկանց իրենց տնից, տեղից, իրենց միջավայրից զրկել եք ընդորում։ Չեք տվել դիմացը այլ բան։ Դուք այս ժամանակ դեմոկրատիա եք վերականգնում։ Բա որ դեմոկրատիա եք վերականգնել, այդ մարդիկ ինչի են մնացել Եվրոպայում։ Ինչի հանգիստ չեն վերադառնում կամ դուք չեք ուղարկում տեղ հետ, որովհետև իրան գնալու տեղ չունեն։ Սա է ստացվում։ Հիմա պատկերացրեք, այս Իրանի պարագայում, եթե հանգարց լավ վերածվեց սիրիացի, ինչքան մարդ է գալու Հայաստան։ Չէ՞ որ դրանք չեն գնալու Իրաք, Թուրքիա, Ադրբեջան։ Ինչ կկատարվի Հայաստանի հետ։ Ինչ իմանաս այդ ընթացքում այդ բանի հետ ովքեր կգան Հայաստան։ Սա է պատերազմները ընդհանրապես որպես հետևանք։ Իրաց թվում էր դե Ֆրանսիայից Ֆրանսիան ու ասենք, չգիտեմ, Լիբիան ու կարելի է ռմբակոծել ու սենց հանգիստ նստել, էլի։ Չէ, ռմբակոծեցիք, դե սպասեք փախստականների հոսքին, քարավաններին։ Ոնց է։ Իսկ այն մարդիկ, որ ասում են, դրանց վտարել է պետք, հա, վտարեք, ուր եք տանելու։ Ու միջև վտարելը ձեզ հարց տվեք, այդ ոնց բանը հայտնվեցին ձեր մոտ։ Ինչի դիմաց, ինչ էիք արել։ Հա, դուք քանդել եք իրենց տները։ Դրա մոտ էլ հայտնվեցին իրենք ձեր մոտ։ Քնչե մարդիկ բաց խոսում են, Իսրայելը արդեն պատվիրել է։ Պատվիրել է Իրանի նկատմամբ պատերազմը։ Նա ուզում է կիրառի Լիբանանի մոդելը։ Ես Լիբանանի մասին եմ անդադ ուզում մոռանում ասել։ Նա ուզում է Լիբանանի մոդելը կիրառել։ Իրականացնի, որը բաժան պետություն, որտեղ կա, չգիտեմ, Համաս, որը չի ենթարկվում ներողություն, Համասը չէ, լավ քիչ ասեմ են ռազմական միավորումը, որը Լիբանանի իշխանություններին չի ենթարկվում։ Հեզբոլա։ Երբեմնի ծաղկող Լիբանանից ինչա մնացել։ Լիբանանը ժամանակին ասում են եւ բանը արևելքի Փարիզն է։ Իսրայելի պետք չի արևելքում Փարիզ, արևելքի Փարիզը ինքը պետք է լինի։ Ինքը ավիժում, արյան ծովերիա վերածում ամեն ինչ որ կա շուրջը։ Նույնը պատրաստում է անի Իրանի հետ։ Ամերիկացիներն են սա ասում, ամերիկացի գեներալներն են սա ասում, սա ես չեմ ասում։ Եվ արդեն գեներալների մեջ կան մարդիկ, որոնք պարզ հակադրվում են այս քաղաքականությանը Թրամփի։ I want to make it extremely clear that every single member of Congress in this building behind us that does not support impeachment and removal now is complicit in the demolition of American democracy. Ցանկացած մեկը, որ կոնգրեսում է եւ չի աջակցում impeachment-ին Թրամփի, ինքը մասնակից է ամերիկյան դեմոկրատիայի ավիրմանը, քանդմանը։ Սա երկրորդ կապսիկ չկա, որովհետև ըստ ամերիկյան օրենքների նախագահը չի կարող պատերազմական գործողություններ սկսել, պատերազմ հայտարարել, խաղաղություն կնքել, դա կոնգրեսի որոշման հիման վրա կարող է լինի միայն եւ բացառապես։ Սա երկրորդ անգամ է Թրամփը միական որոշել է, որ ինքը Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ ուզում անում է։ Բայց ի տարբերություն Հայաստանի Ամերիկայում ինստիտուտներ կան։ Տեսնենք ինչ կլինի, լսենք։ This is on you, Congress. Every single thing that Donald J. Trump and his illegal cabinet and cohorts do is on you. Դե ասում եմ, սա այս ամենը ձեր վրա է կոնգրես։ Ցանկացած բան, որ այս անօրինական Դոնալդ Թրամփի կաբինետը անում է, աշխատակազմը, ձեր վրա է։ Այո, որովհետև սա կոնգրեսի պատասխանատվության վրա է հիմա։ Կոնգրեսի, բայց չմոռանաք, կոնգրեսում գրպանում է էյփակն ունա պատկանում Իսրայելի փողով պահվող կոնգրեսն է։
Դրա համար էլ մտել են ծակերը ձայն չեն անում, բայց սա տևելու է մինչև այս 26 թվականի վերջը։ Ընտրությունները 26 թվականի վերջում։ Այն ինչ որ կատարվելու է, ես ասում եմ 26 թվականը համաշխարհային մակարդակով փոփոխությունների տարի է լինելու։ Եթե իհարկե մենք չհայտնվենք դες մի հատ համաշխարհային մեծ պատերազմի սենց վիճակում, որ արդեն փոփոխությունները էական նշանակություն չունենա։ Հետ բերելը շատ դժվար լինի, ինչ որ լինում է։ Because guess what? The Constitution empowers Congress to remove a tyrannical president. Սամբանալության մեծ կոնգրեսը կարող է կանգնեցնի այս աննորմալին Թրամփ կոչեցյալին։ Ուսա պետք է անի։ Հակառակ դեպքում նշանակում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին չի աշխատում սահմանադրությունը։ Ոնց որ Փաշինյան Նիկոլի պայմաններում պարագայում չի աշխատում Հայաստանում սահմանադրությունը, անում է, ապա մտածում եմ եթե Պուտինը կարող անի։ Ես ինչ չեմ կարող անել։ Դուք պատկերացնում եք ու աշխարհը դժգոհ է Պուտինից, բայց դժգոհ չի Թրամփից։ Շակերտավոր եմ ասում դժգոհ չի։ Մենք հələ վաղի կլսենք արձագանքները մակում Իրանի պահանջը դատապարտել։ Սա մենք դեռ պետք է լսենք։ Հələ պետք է Եվրոպայի միջազգային դատարանը իր եզրակացությունը տա նորից։ Որ նորից Թրամփը փրփրի ասի ամերիկյան էստաբլիշմենտի ներկայացուցիչները բարձր են կանգնած օրենքից։ Մենք թքած ունենք միջազգային օրենքների վրա։ Եթե Ամերիկան կարա թքած ունենա, ինչու չի կարա թքած ունենալ Ադրբեջանը։ Մանավանդ որ Թրամփի համար կարգին տղա է։ Ու սենց է հարցերը որոշվում։ Սենց է հարցերը որոշվում։ Կարգին տղա է։ Հա իր նման է։ Թքած ունի ամեն ինչի վրա, օրենքների վրա, բանի սենց ապեք սենց անում։ Կարևորը, որ այդ բենզինի այդ նավթի վաճառքից իրանք փայ ունեն, վերջ։ Նույնիսկ եմ ասում, ես կարող եմ իրանց հասկանալ։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե մենք Հայաստանում ինչով ենք ոգևորված, ինչու ենք ոգևորված, որովհետև այսօր անկեղծ եմ ասում, թվացյալ adekvat մարդկանց կարդում եմ, փայլուն օպերացիա եւ այո, փայլուն օպերացիա է։ Նույն փայլուն օպերացիան արեց ալֆան ռուսական, սովետական կներեք։ Նույն փայլուն օպերացիան արեց ամենալավ պահպանվող այդ բանը շենքը Ամինի Աֆղանստանում այնպես վերսեցին իրանք է տեղակ ջրան Ամինը չհասցրեց նույնիսկ տեղից շարժվել փայլուն օպերացիա էր բան չի սանկցիաներ կիրառվեց ինչի բոյկոտվեց այդ երկիրը Բրեժնևը ինչ մեղավոր էր ինչ պակաս տղա էր Բրեժնևը հələ նայեք հա օրինակ այս տղան ինչ պակաս Թրամփ էր աղբեջ ջան Ինչի օրինակ իրան չէր կարելի, բայց ասենք Թրամփին կարելի է։ Մեդալներով ավելի շատ է Թրամփից։ Ավելի երկար է կառավարել սովետական միությունը, ավելի լուրջ կրթություն ուներ ավելի ճիշտ, քան Թրամփն է։ Ավելի լուրջ բան ուներ, կաբինետ ուներ։ Ամեն դեպքում սովետական շրջանի ղեկավարները դրանք պատահական հարբեցող հերսեգները չէին, այդ պատերազմի նախագահ։ Պետք է դուրքներ չէին, նրանք կադրային, այսքանից սկսած sense աճած եկել ասել էին այնտեղ։ Այդ ինչի իրանց չէր կարելի, բայց ասենք այս խեղկատակին կարելի է ու գրում են, այս ինչ արեց Ամերիկան, այս ձիով քայլ, բան, սեն, գեներալի օպերացիա, լավ։ Եթե որ զուտ գործողություններն են վերցնում, այո, գեներալի օպերացիա է։ Դա ուժ ունե Պարապած դե Ամերիկան սպեցնազն է։ Այո, եկան կարողացան ասին եւ բայ հետևանքները։ Թե մենք օրինակ մենակ պես բաներ ենք նայում։ Դա ֆուտբոլ չի, ընկերներ ջան։ Ոչ գոլը խփեցի, բրծավ գնաց։ Ընդամենը հաշիվ փոխվեց։ Հա։ Սմախը սա պենալ չի, բա ոչ չկպնի։ Բայց դա հետևանքները։ Ուզում նայեք այս տեսանյութը։
I want to play Yes. this for you because Congress is an absolute failure. There was a measure on the floor to restore congressional war powers, to basically say to the president, you're not allowed to declare war with a foreign country without our approval. Because, oh yeah, it's in the Constitution. Here's Ասում եմ, կոնգրեսը կարա վերականգնի ընդհանրապես սահմանադրական իրավիճակը, հա, ասում եմ, հիշի, որ լմի վարքյան, ասում եմ, պրեզիդենտը չի կարա պատերազմ հայտարարի, դա կոնգրեսի իլիազորության մեջ է մտնում։ Thomas Massey explaining that. Mr. Speaker, James Madison warned us that in no part of the Constitution is more wisdom to be found than in the clause which confides the question of war and peace to the legislature and not the executive. Madison Բարձ գրված է սահմանության մեջ, պատերազմ եւ խաղաղություն, դա օրենսդիրն է անում, ոչ թե գործադիրը։ Ժամանակն է Ամերիկայի Միացյալ Նահանգները վերադարձնել սահմանությանը։ Ավելի ճիշտ սահմանությունը վերադարձնել ամերիկացիներին։ Եվ այս դեպատները կան։ Սա ինչով կավարտվի։ Սա այդպես էլ կորոշվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագիրը։ Սա մենակ Վենեսուելայի ճակատագիրը չի։ Մենակ Հայաստանի ճակատագիրը չի սրանից կախված։ Նաև կախված է Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագիրը որպես պետություն, որովհետև սա բանը չի, Հայաստանը չի է։ Որ ասենք լավ է, տշած ունենանք օրենքը, սենց ավտոպիլոտ են գնալու այն ներսերով։ Չէ, Ամերիկայում խախտվեց սահմանադրությունը, դառավ նորմ 340-350 միլիոն մարդ հարաբերում, պատկերացնում եք, դրանք հանգարց դուրս գան օրենքի սահմաններից։ Ասեմ դե լավ, եթե Թրամփին կարելի է, ինչու մեզ չի կարելի։ Այս ամեն ինչում որոշում է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ճակատագիրը եւ արդյունքում աշխարհի ճակատագիրը, որտեղ ուզենք չուզենք, այս երկիրը, այս միացած առանցքը, որի շուրջ կառուցվում է հարաբերություններ մնացած պետությունների հետ։ Սա ընդհանրապես բան չի, որ երկրին ասեն, ոչ չներացնեն։ Լավ, ասենք Լեհաստան չի էլի, որ ինքը կարևոր է, բայց ասենք ամեն ինչ չի, որ իրենից կախված է, հա։ Սուգիր կարևոր է Ուկրաինայի հարցում, Եվրոպայում էլ այնց բաց չի դասում, բայց աշխարհի մասշտաբով ինքը գործոն չի էլի։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Ինքը չի կարող ասես ֆուտբոլի գնդակ լինի, պինգ-պոնգ լինի Նետանյահու ձեռքը։ Այսինքն կարա լինի հիմա տենց է, բայց դա ունենալու է դաժան հետևանքներ առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ This is pretty crazy. An Israeli cybersecurity CEO is going on CNBC and telling Americans publicly that Սա Իսրայելցի cybersecurity IT ոլորտի պաշտպանության մեծ հիմնարկի ղեկավարն է ու գնացել է CNBC ու հայտարարում է, լսենք, that they need to have their First Amendment right restricted as it որ առաջի իրավունքը խոսքի ազատությունը, որը գտնված է սահմանադրության մեջ, պետք է սահմանափակել։ Իսրայելցի եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ասում է CNBC-ում, որ խոսքի իրավունքը պետք է սահմանափակել։ as if he even goes here, as if he even lives in America. This is pretty wild. Take a listen to this. I mean that we need to control the platforms. Ասում է, մենք կարիք ունենք կոնտրոլ անել այդ սոցիալական մեդիայի պլատֆորմները, մենք, ինքը, Իսրայելը պետք է Ամերիկայի մեջ աշխարհով մեկ սոցիալական մեդիան կոնտրոլ անի։ All the social platforms, we need to stack rank the authenticity of every person that expresses themselves online. Իսկ պետք է կառավարենք, ասում եմ, մեկը ոնց է արտահայտվում on-line։ Պատկերացնում եք։ Ես ասում սրանց ամենամեծ թշնամին սոցիալական մեդիան է, որովհետև իրանք Իսրայելին ինչ որ կան մեկ տարի առաջ, իր իմիջով, իր հեղինակությունով, այսօր դրանից բան չի մնացել։ Ու չի էլ մնալու հիմա նորից ընկել են մարդկանց հետ, պետք է սահմանափակել խոսքի իրավունքը եւ վերականգնել, հսկել սոցիալական մեդիաները։ Որ մարդիկ չկարողանան ասել են ինչ որ ուզում են, վտանգավոր է։ And take control over what they are saying based on that ranking. The government. The government should control the social media. Yeah, and I know it's difficult to hear, but it's time to limit the First Amendment.
ասում եմ կարող ծանր է լսել, բայց ժամանակն է որ այդ բանը առաջի այդ բանը սահմանության կետը սահմանափակել in order to protect it. Սահմանափակենք, որպեսզի պաշտպանենք։ Պարտությունը հաղթանակ է։ Հիշում եք 1984 Ջորջ Օրեն օրը գալու է, ասում է գալու են ասեն պարտությունը իսրայելցիների նման խոսացի պարտությունը դա հաղթանակ է։ Խոսքի ազատության սահմանափակումը դա քո պաշտպանության համար է։ And quickly before it's too late. What do you So Ասում է քանի դեռ շատ ուշ չի։ So there you go. It's time to limit the First Amendment in order to protect it before it's too late. He's not even an American. Սա նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի չի։ Ամերիկացի չի, իսրայելցի է, բայց եկել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ասում է դուք ձեր խոսքի ազատությունը պետք է սահմանափակեք, որ ձեր համար լավ լինի, որովհետև որ դուք ամեն ինչ անում եք, ինչ ուզում եք։ Իսրայելը եղած դա։ Աշխարհն իմանում է մենք ինչ ենք անում։ Այսպեսին աշխարհում ենք ապրում։ Նույնիսկ Ժորժ ջան, կարելի է ամեն ինչին հումորով նայել եւ աչքները փակել այսպես։ Դե մեզ ինչ հերո է, հələ տեսեք ինչքան հերո է ամեն ինչը։ Մենք Հայաստան ու Վենեսուելան ու Հայաստան ու Իսրայել ու կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները ու բայց դες չի։ Բայց չի որ այս ամեն ինչը առաջին հերթին գալիս է կպտում է մեզ։ Առաջ ու մենք չենք կարող խուսափել դրանից։ Եթե աշխարհում հարցերը որոշվում են Իսրայել եւ Իսրայելը Ադրբեջանի փաստացի գործընկերն է, որը ուզում է վերացնի Իրանը, որը դրա դիմաց զոհաբերում է Հայաստանը, մեզ վերաբերում է թե չէ։ Այս կարգավիճակը մեզ անհանգստացնում է թե ոչ։ Իսկ թվում է շատ անհանգստացնում։ Մանավանդ մենք արդեն պատմականորեն դառը փորձ ունենք։ Ցեղասպանություն, Արցախի պատերազմ, էթնիկ զտում Այդ ամեն ինչում ակտիվ մասնակցել է Իսրայելը, հայերի դեմ, մեր դեմ, մեկ մտահոգվելու բան ունենք, հիմա էլ ասում են պետք է սահմանափակենք ձեր խոսքի ազատությունը ձեր իսկ օգտի համար։ Ու Իսրայելցին եկել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա թելադրում է։ Բայց մենք դեռ ուրախ ենք։ The guy's not even an American, and I kid you not, his name is his name. Նա անունը էական չի։ Նույնը ասում է Մարկո Ռուբիոնի դեմ։ Նույնը ասում է Մարկո Ռուբիոն, ասում է, գիտեք, որ դուք շատ եք խոսում սոցիալական մեդիայում, կարող է, մենք մտահոգություն ենք ասում, որ կարող է դուք Եվրոպա գնաք եւ դրա համար ձեզ ձերբակալեն։ Սա ասում է Մարկո Ռուբիոն։ Ինչ քաղաքացիներին, որ ինքը մտահոգություն ունի, այ որ դուք շատ ազատ եք շփվում, հա, ազատ եք ձեր կարծիքների մեջ սոցիալական մեդիայում, ձեզ կարող է ձերբակալեն Եվրոպայում։ Սա Մարկո Ռուբիոնն է։ Այն որ տարիներ առաջ ասում էր Պուտինը հանցագործ է, բայց այսօր Պուտինը իր գործընկերն է։ Այն որ շատերի համար ինքը հուսալի, կիրթ, բարեկիրթ, չգիտեմ, հա, մարդ է, քաղաքական գործիչ։ Այսօր իր ժողովրդի նկատմամբ կիրառում այն, ինչ որ Փաշինյան Նիկոլը կիրառում է մեր նկատմամբ։ Վախը, սուս մնացեք ձեզ կձերբակալեն, սուս մնացեք պատերազմ կլինի։ Իսկ մենք աշխարհը որտեղ է մտնում, ինչ փուլում է մտնում, ինչ փուլ ենք մտնում, եթե սեն շարունակվեց։ Իմ համոզմամբ չի շարունակվելու։ Սրանք ամեն ինչ անելու են, որ այդպես լինի։ Բայց գիտեք, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացին Հայաստանի քաղաքացին նման չի։ Ինչ եմ նկատել, Ամերիկայում մարդիկ շատ ավելի նորմալ քաղաքականացված են, քան Հայաստանում, որտեղ Ամերիկայում ոչ մեկ չի ասում մի քաղաքականացա։ Բոլորը հասկանում են, որ դու առավոտ երբ որ արթնանում ես, յոգուրտ կուտես, թե չգիտեմ, բեկոն, դու արդեն զբաղվում ես քաղաքականությամբ, որովհետև դու փողդ ինչի վրա ծախսում ես, դա արդեն քաղաքականություն է։ Ամերիկայում ոչ մեկ չի ասում, դա հիման միտքը, հա, որ մի քաղաքականացա, կամ քաղաքականությունից հեռու մնա։ Չէ, սա շատ քաղաքականացված է։ Մեր պատկերացմամբ են էլի քաղաքականացված, բայց սա իրանց իրավունքների երկիրն է, սա իրանց միջավայրն է։ Իրանք ուղղակի հասկանում են, սա իրանց ապահովության համար է, իրանք համար փող են վճարում, հսկայական հարկեր են տալիս, հսկայական,
ու իրանք չեն ուզում սենց ասեն, ես հարկը տալիս եմ, դիմացը ոչ կրթություն եմ ստանում, ոչ բժշկական ապահովագրություն ունեմ, ոչ սոցիալական փաթեթ ունեմ, որովհետև այդ ամեն ինչը ձեռքից ստանում են տանում են սենց ու նվիրում են Իսրայելին, Իսրայելի պատերազմներին, Իսրայելի կարիքներին, որտեղ իսրայելցին ոչ կրթության պրոբլեմ ունի դրա վճարումը, ոչ առողջապահության պրոբլեմ ունի, այդ ամեն ինչի դիմաց Ամերիկայի մուսուլմաններն են վճարում, ամեն ինչի դիմաց, եւ քաղաքացին շատ լավ գիտի դա։ Հիմա էլ ես նույն քաղաքացուն վախեցնում են, ասում են, քիչ խոսա։ Մեկն ասում է, ընդհանրապես այս սահմանությունը պիտի փոխեք։ Սա Ադրբեջան-Հայաստան հարաբերությունն են ասում եք, Ադրբեջան ասում է Հայաստանի սահմանությունը պիտի փոխեք, հանեք այդ անկախության հռչակագրի հղումը, Իսրայելցիներն եկել ասում են, ձեր սահմանությունը պիտի փոխեք, այդ խոսքի իրավունքը սահմանափակեք, ձերից օգտի համար։ Բայց չգիտի, ծիծաղի թելացի սամեն ինչի վրա։ Գնանք առաջ։ Մի պահ վերադառնանք մեր խնդիրներին։ Հայաստանի նորություններն այսօր այդքան ակտիվ չէին, որովհետև աշխարհը խառնվել է իր պատերազմը, նախագահ են գողանում կնոջ հետ իմ ջիանդոց, կնոջ հետ, նախագահ են գողանում Արևանգում, հա։ Եվ պարոն Դթումը գտել է ինչպես պայքարել իրենց տգիտության դեմ, իրենց ապաշնորհության դեմ եւ կոչ անում քիչ վառել էլեկտրոէներգիա։ Եթե մի բան չեք օգտագործում, անջատեք, կարիք չկա որ դուք ավելորդ հոսանք ծախսեք, որովհետեւ մեր ցանցերը չի դիմանում։ Պատկերացնում եք, ինքը դարձել է ժողովրդի ծախսերի համար մտահոգող, այսինքն հասարակ քաղաքացին թքած ունեն այսքան հոսանք վառում եւ ինքը նստած սպասում էր, թե հով տեղ աճած Դթումը իր ոնց պետքա խորհուրդ տա, որ իր փողը քամուն չտա։ Բայց ես վստահեցնում եմ, այստեղ ձեր ծախսերի մասին չի մտահոգությունը, բոլորովին։ Ուղղակի ինչպես բոլոր ոլորտներում որը գտնվում է իրենց տնօրինության տակ, այնպես էլ այստեղ, որ արդեն ղեկավարում են շուրջ 6 ամիս։ Հետո հասկացել եմ, չեն կարող ղեկավարել։ Եվ չի աշխատում համակարգը։ Հասել է։ Հիմա էլ ձեզ խորհուրդ են տալի։ Մի օգտագործեք հոսանք։ Վաղ ասելու են, մի հատ լամպուշկա վառեք, մի հատ լույս, այս լամպ, մի հատ։ Ես հիշեցնեմ, որ այս նույն բանն անում էր Չաուշեսկու իրենց պատկասնելուց առաջ։ Ես հիշեցնեմ ինչ էին անում, ուրեմն, քանի որ նա չէր կարողանում ապահովել եւ ամեն ինչը պետական էր, հա, հոսանքներ էր պետական, բաններ էր, ջերոսումներ էր պետական, սահմանել էին ձմեռով, որ պետքա 16 աստիճան, թե 14 աստիճանից տաք չլինի տները, որպես քիչ օգտագործեն, քիչ վառելիք օգտագործեն շենքերը տաքացնելու համար։ Պատկերացնում եք, ձմեռը 14-16 աստիճան։ Եվ հոսանքի լարու միջացել են այնքան, որ լամպը լույս չէր տալի, փոքրիկ, նշում ասենք մարդիկ ասենք տան մեջ կարողանային կողմնորոշվեն այդքան բան։ Դե որը բերեց, նրան ինչի բերեց։ Հիմա սրանք լրիվ գնում են այդ ճանապարհով։ Ես ուղղակի պատմական բանն եմ բերում, էլի օրինաչափությունն եմ բերում։ Ինչ է լինում, երբ որ երկիրը ղեկավարելի փոխարեն գնում ես այդ քայլին։ Դե ղեկի իհարկե չեն կարող ղեկավարել, որովհետև ժողովուրդ ջան, ոչ թե իրանք չեն ուզում, իրանք չեն կարող։ Դա շատ որոշակի հմտություններ է պահանջում եւ գիտելիքներ։ Եվ ամենակարևորը դու պետք է նպատակ ունենաս երկիրը կառավարելու։ Իրաց նպատակը երկիրը հանձնելն է, կառավարելը չի։ Դրա համար էլ այս դեմքով հովտեղ աճած հայտնի բանջարեղենը ձեզ ասում է, որպեսզի ձեր հոսանքը չանջատվի, քիչ օգտագործեք։ Քիչ։ Դե իրան դուք պատասխանեք, հա, ես չեմ ուզում իրան պատասխանել։ Ձեր մոտ ավելի լավ է ստացվում, որովհետև իմ հնարավորությունները ես ինքնակամ սահմանափակել եմ, բայց դուք ազատ եք ձեր ինքնակրթսեւորման մեջ։ Եվ այսպես, սա հիշում եք այս Թալենի քպեական համայնքապետը։ Հիշում եք, չէ՞։
Հաստատ 7000 դրամ պարտքի պատճառով դատարանում է հայտնվել։ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հետ հեղափոխական շրջանում դատարանում է հայտնվել 7000 դրամ պարտքի պատճառով։ Իցն է բոմժները ծագումով հիշում եք երևի Արարատ Միրզոյանին, հա, որ չէր կարողանում փոշեկուլի վարկը փակել։ Իշխանություն լրատվականը տեղեկացավ, որ Վիվասել ընկերությունը ստիպված է եղել նրան դատի տալ նույնիսկ, քանի որ ապագա համայնքապետը չի կատարել իր ֆինանսական պարտավորվածությունը։ Սա միջին տիպիկ ԿՊԱ-ական է։ Այս փաստը մանրուք չէ շարունակությունը, այն շատ հստակ ցույց է տալի, թե ինչ մտածողությամբ մարդ է այսօր զբաղեցնում համայնքպետի պաշտոնը։ 23 թվականին համայնքապետարանը շուրջ 15.7 միլիոն դրամի հեղուկ եւ սեղմված գազի մատակարարման պայմանագրեր է կնքում Սափյանի հոր եւ հորեղբոր ընկերության։ 2 մրցույթ, 2 պայմանագիր, 2 դեպքում էլ 1 մասնակից կոռուպցիայի կանխարգելման նման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է շահերի բախում, բայց դա որևէ իրավիճակ փոփոխություն չի առաջացրել։ Մարդիկ, որոնք հեռախոսի փողը չեն կարողացել ժամանակին իրենց տան, 7000 դրամի պատճառով դատարան են ընկել, այսօր միլիոնների պայմանագիր են կնքում իրենք իրենց հետ։ Հիմա երևի կասեք կոռուպցիա բոլոր տեղերը կա, բոլոր։ Այո, կա նման բան։ Բայց գիտեք ժողովուրդ ջան, մարդ, այ հենց այս կարգի մարդը կարա էս շահի դիմաց ուրանա ամեն ինչ։ Ուրանա, չէ՞ որ սա գին ունի, ինչի դիմաց են թողել, որ ինքը սա անի։ Բոլորը գիտեն, չէ՞։ Սա ինչի դիմաց է։ Սա լոյալության, դավաճանության, մնացորդ հանցագործությունների նվիրվածության դիմաց է արվում։ Ու այս պատրաստակամությունը կարող է ցուցաբերել բացառապես մեկը, որ կյանքում նույնիսկ սեփական հեռախոսի վճարը չի կարողացել տալ եւ Վիվասելը դատի է տվել։ Դու քանի հոգի գիտեք, որ Վիվասելը դատի է տվել իրան։ Ու եթե մեկին դատի է տվել իր պարտքերը չկատարելու համար, այդ կարգի մարդը մի քանի միլիոնի դիմաց դրամի համար եմ ասում։ Ինչ Արցախ, ինչ եկեղեցի, ինչ հայրենիք, սեփական մորն ու երեխեքին էլ կծախի։ Որովհետև եթե ինքը մի քիչ ինտելեկտ եւ բարոյականություն ունենար, ասեր, չէ, ես նման բանի չեմ գնա, ոնց թե ինքը ի վիճակի կլիներ վճարել իր սեփական հեռախոսի համար եւ առնվազն գոնե չհայտնվել դատարանում։ Սա ուղիղ համեմատական է։ Ու ամբողջ այսօր կառավարման համակարգն է այս կարգի մարդկանցով։ Հենց այս կարգի, որոնք լսեք, ոչ մի արժեք չունեն իրենց գրպանի մեջ։ Ցանկացած մարդ մտածում է, եթե ես հեռախոսով խոսացել եմ, պարտք ունեմ, չէ՞ որ ես պարտավորվածություն եմ, պետք է վճարեմ։ Մարդիկ, որ պարտավորվածության զգացումը չունեն, 7000 դրամի դիմաց կարող են դատարան քաշ տալ, դրանց ոնց կարելի է իշխանություն տալ։ Ու եթե տվեցիր, ինքը ինչ ես ուզում անի դիմաց, ամեն ինչի պատրաստ է, ամեն ինչի։ Եվ ամբողջ իշխանությունը կառուցված է հենց այս տեսակի վրա։ Հեսա դիտենք։ Որս երեխեն 9 տարեկան է, եղբորս երեխեն 9 տարեկան է, դպրոց հայտում ռուսերեն հարց են տալի պապա, երեխեն չի պատասխանում։ Դասարանից դուրս է գալիս, զանգում են ծնողին, կանչում են, հարցս եթում է, դասատուն բողոքում է, որ երեխուն հարցրել եմ պապա, դե հայրեն բացատրի տենան պապան ինչա, երեխեն եկել է մորն ասում է մամ ինչի ես քնացել դպրոց։ Ես պապա ունեմ, որ պատասխանեմ ինչ է նշանակում պապան։ Թող Նիկոլին հարցնեն։ Էլ ինչ ասես, ու նման հարցեր շատ կան։
Ասում ես, ոնց կարաս դու Թուրքիի հետ, դու իմանաս քո երեխուն մորթելա ու դու իր հետ ապրես։ Դու իմանաս քո աղբորը սպանելա, մաշկելա գառան նման։ Դու իր հետ ապրես։ Յո, թվում է թե ինչքան մարդկային ու պարզ բան է, չէ՞։ Ասողը կինա։ Ինքն էլ ազնվել է երեխուց, ասում է, ես պետք է պապա ունենա, որ հասկանամ այդ ինչը։ Բայց այն 7000 դրամով դատվածի համար դրանք ինչ պապա, ինչ եղբայր մաշկված, ինչ արժանապատվություն, որտեղից են դրանք առաջանում ու ոնց են իրենք կարողացել պեղել դա գտնել, եւ հատուկ մագնիս կա, դες դրել են, այդ բոլորը հավաքվել են դրան շուրջը, հատուկ քաստինգ են արել, հատուկ ընտրություն են արել, որ գտնեն մարդկանց, որոնց այս պարզ ճշմարտությունը հասանելի չի, ու ինչ հանգիստ ու բնական է ասում, հանգիստ ու բնական, որովհետեւ դա դեցա, դա բնական է։ Չես կարա ապրես, կյանքում երբեք։ Այսենց հայաթափելու է Հայաստանը տա ադրբեջանցիներին։ Համաձայնեք Նիկոլ Փաշինյանի հետ, որ Հայաստանում կյանքը ցնցվում է։ Ասեն թե գնամ։ Իր համար ցնցում է, մնացածի համար կոտորած են սախ, մեռնում են, սատկում են, իր հեչ պետնել չի։ Իրան հենց է պետք թաղել, որ չերևա էլի, չերևա, ես երկում չերևա, անասունանա։ Դժվար է չէ համաձայնել։ Եվ վերջում ուզում եմ լսեմ մեր արցախցի լրագրողին իր տպավորությունների մասին։ Ասենք Հայրենազրկման այս 2 տարիների ընթացքում ես 3 տասնյակից ավելի եկեղեցիներ եմ այցելել, գնացել Հայաստանի ամենատարբեր վայրերում, այդպիսով փորձելով մխիթարան գտնել ու աղոթել կորսված Գանձասարի, Տատիպանքի, Ամարասի եւ հարյուրավոր շատ եկեղեցիների ու վանքերի համար Եվ այդ իրողության համատեքստում տեսնել, թե ինչ է հիմա կատարվում մայր եկեղեցու շուրջ, մի տեսակ ոչ թե ցավալի է կամ տխուր է, այլ արդեն ահազանգող է, ինչպես ասում են red flag, եւ տարեմուտի այս օրերին պարզապես ուզում եմ մի շրջադարձով կանգ առնի այս ամենը, զորակցությունս ու աջակցությունս հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ վեհապարին։ Ես կարծում եմ զորակցությունը միայն հայ առաքելական եկեղեցուն չի ու վեհապարին չի պետք։ Զորակցությունը պետք մեզ բոլորիս իրար, որ ամուր լինենք մեր հավատքի, դավանանքի, տեսակի նկատմամբ, իրար նկատմամբ, մեր նպատակի շուրջ։ Այո, վեհապարը կարևոր է, բայց կարծում եմ մենք բոլորս դրա կարիք ունենք, որտեղ բոլորս նույն նավակում ենք, եւ որպեսզի վեհապարը ամուր լինի իր տեղում, մենք պետք է ամուր կանգնած լինենք։ Մենք ու հասկանանք մի բան, եթե այս աշխարհում այսօրվա այս փոթորկված աշխարհում մի բան կա, որը խարիսխի նման մեզ կարող է պահի այս ալեկոծված ծովում, դա մեր տեսակն է, որի մեջ է մտնում եւ եկեղեցի, եւ մեր ազգային տեսակը, եւ մեր պատմությունը, եւ մեր պատմական ժառանգությունը, եւ մեր մշակութային ժառանգությունը, եւ մեր լեզուն, ամեն ինչն է մեզ, ամեն ինչն է տեղ մտնում, սա է մեր խարիսխը, ու վստահ եղեք, եթե մենք ամուր լինենք սրա շուրջ հավաքված, ինչ է նշանակում ամուր լինենք, ապրենք դրանով, ապրենք, ոչ թե ասենք իմանանք, որ դա կա, չէ, հենց տենց ապրենք, այս ալեկոծված ծովում, ամեն ինչ կգա շուրջներովս կանցնի կգնա,
մեստեղից ոչինչ չի կարող շարժել, թեկուզ ցնցել։ Չէ, որովհետև այն ժողովուրդները, որոնք հեռանում են դրանից, իրանք դառնում են ուղղակի այն, չգիտեմ, տերև կամ փայտի կտոր, որոնք հայտնվում են այդ ալիքների վրա։ Իսկ մենք այնպիսի մի խարիսխ ունենք, այնպիսի մի սենց արմատներ ունենք, որտեղ դե չենք ուզում դառնանք այդ մի փայտիկի կտորը այդ ալիքների վրա, մենք պետք է սենց կանգնած լինենք պինդ մեր այդ արժեքների շուրջը։ Այսինքն ապրենք այտենց, ապրենք ըստ մեր դավանանքի, ապրենք ըստ մեր չգրված օրենքների, ապրենք ըստ մեր բարոյական ստանդարտների, ապրենք ըստ մեր Հայկից եկած, Դավիթից եկած, Ասունցի Դավիթից եկած պատվիրանների, չանցնենք թշնամու սրի տակով, արթուն լինենք, եւ այլն եւ այլն։ Մնանք մեզ հետ։ Մենք ինքներս եթե մեզ չդավաճանենք, աշխարհում ոչ մի բան մեզ չի կարող սպառնալ։ Մենք թուլանում ենք այն ժամանակ, դառնում ենք խոցելի եւ սկսում ենք ինքներս մեզ հետ սակարկել։ Ասենց այնքան էլ ամուսնացած չեմ տարբերակով էլի, ասենց հա, գիտեք, չէ, ասում են չի մատանին, այլ հակառակ մատին դրած, ասում որ ասի ես ամուսնացած եմ, բայց այնքան էլ ամուսնացած չեմ էլի։ Իսկ ես հայ եմ, բայց այդքան էլ հիմա ինչ եմ ուզում, հենց մենք սկսում ենք այս այնքան էլ չենք, այդքան էլ տեղ բացվում է թշնամու դարպասները, թշնամու համար դարպասները բացվում է։ Այդ թշնամի սատանան, չարքը, ասես գտնում է այդ ճեղքերը, որով կարողանում է սողոսկել։ Դելիքա դու քո հետ մնաս, ինքդ քեզ չդավաճանես, եւ ինքը գալի կպնում է պատին փշուրում գնում, կպնում պատին փշուրում գնում։ Պարզը։ Չգիտեմ, ես տենց եմ պատկերացնում։ Գրեք ինչ եք մտածում այդ մասին։ Եվ կրկին չմոռանաք տարածել եւ օգնեք ալիքին։ Այսօր համար այսքանը, լավ մնացեք։